Ակտիվ թվաբանություն հաղորդմանը հյուրընկալվել էր Անահիտ Կիրակոսյանը, Star News-ը հետևեց եթերին։ Զրույցի ընթացքում խոսք եղավ Women's Club-ից հեռանալու մասին։ Ես այդ նախագծի համար չէի, այդ նախագիծն էլ իմ համար չէր։ Էն ինչ ես ուզում էի այդտեղ անել, երևի թե չէի կարողանում, էն ինչ ինձանից էր պահանջվում, ես չէի կարողանում տալ։ Դա շատ երկուստեք էր, շատ տարբեր դրվագներ, որ ես ասում էի չեմ խաղա, կան բաներ կյանքում, որ ես չեմ անի։ Ես դերասանուհի եմ մասնագիտությամբ, պրոֆեսիոնալ եմ նայում իմ գործին, բայց ունեմ չի կարելիներ ինձ համար։ Ունեմ չի կարելիների ցուցակ, եթե դա համարվում է ոչ պրոֆեսիոնալ, ուրեմն ես ոչ պրոֆեսիոնալ եմ։ Կոնֆլիկտ չի եղել, ես այդ նախագծի յուրաքանչյուր անդամի շատ հարգում ու սիրում եմ, ուղղակի հարմար չէի այդ նախագծի համար։ 16 տարի տարեքային տարբերություն ամուսնական զույգի մեջ, որոնք են առավելություններն ու բարդությունները։ Ես իրա հետ մեծանում եմ, ինքը իմ հետ փոքրանում է։ Ամենամեծ բացասական կողմը ինքը շուտ է սիրում պարկի քնելու, իսկ ես ուզում եմ դեռ ուրախանամ։ Ինչպես են լուծում խնդիրը հարցին եղավ հումորային պատասխան։ Ինքը քնում է, ես ուրախանում եմ։ Հասցրել եմ եթերս ավարտել ու շատ արագ եկա գեղեցիկ հերթական բրանչի, որը կազմակերպել են Իրինան եւ Նելին, ողքիս է Անահիտը, ողջ հրաշք, գեղեցկուհիներով բոլորը հավաքված են։ Ու այդպես, նոր է սկսվել։ Լավ ժամանակ։ Ֆանտաստիկ բրանչ եմ հրավիրված, նախաճաշի, բայց մի հատ տեսեք հենց հիմա ինչ ենք անում։ Վերջում արդյունքը ձեզ ցույց կտամ։ Նյարդերս լիակատար հանգստանում են նմանատիպ աշխատանքներ կատարելուց։ Ահա թե ինչ ստացվեց։ Մնացածը 10 տարուց։ Ջրային աշխարհում ենք հայտնվել եւ իհարկե ոսկե ձուկիկներ երազանք պահեք։ Շատ սիրուն են։ Սա ընդհանրապես փոքրիկ ակուլաներ են, որոնց թույլատրվում է ձեռք տալ։ Պատկերացնում եք, հիմա ես կփորձեմ։ Օհո։ Это спорнели. С нашей части сейчас департамента по туризму, и дальше мы будем переходить уже непосредственно за работу за столиками. Поэтому, дорогие партнеры, дорогие ательеры, я вас попрошу на время послушать нашу часть. Dear partners, please pay a little bit attention to the Department of Culture and Tourism presentation. After that, we will move to the workshop. So for now, let's stick to the department's side. Как я сказала, мы очень рады видеть всех вас сегодня у нас на мероприятии. Я хочу обратить ваше внимание, что это мероприятие для департамента по туризму, оно, во-первых, такое мероприятие, оно первое у нас, для нас. Չգիտեմ որքանով է իմ ձայնը հիմա լսվում, բայց փորձեմ ներկայացնել workshop-ը մեկնարկեց եւ հենց սկզբում մեզ շատ տարբեր տեղեկություններ տվեցին Աբու Դաբիի մասին, Աբու Դաբիի պատմության մասին, անգամ ինչ է նշանակում Աբու Դաբի, ինչու պետք է գալ Աբու Դաբի որպես տուրիստ, ինչ հետաքրքիր վայրեր կան, տեսարժան վայրեր կան, զվարճանքի կենտրոններ կան, հյուրանոցներ կան,
անապատային հատվածի մասին խոսվեց ու ներկայացվեց, մի խոսքով Աբու Դաբի առավելությունների մասին, բայց ինչն էր ամենակարևորը, նաև այս տեղեկությունները հայտնելուց հետո ասացին, որ երեկվան լինելու է դիները, եւ հենց այդ դիների ընթացքում հնչելու են հարցեր, որոնց ամենաարագ պատասխանողները կստանան մրցանակներ, այսպես ասած խաղարկության տեսքով մի բան է լինելու, բայց գիտելիքներն են ստուգելու տրված տեղեկություններին, որքանով ենք մենք յուրացրել եւ որքանով արագ կպատասխանենք, այնպես որ ես էլ եմ այդ խաղարկությանը մասնակցել, ինձ հաջողություն մաղ։ Ay սիրտիչկա, ապրես։ Այսա, սպասել չգնանք։ Հայկս, մի հատ խնդրում եմ նայեք էլի, երբ մայրիկը քնած է մնացել, իսկ տղան բերել է սուրճը և պաղպաղակը, ապրես Հայկու, ես քեզ շատ եմ սիրում, ամենալավ առավոտը մամայի համար, ապրես։ Խնդրեմ։ Բարև ձեզ կրկին, այս բան ես Հայկ Սարգսյանի հետ եմ, ողջույն Հայկ։ Ողջույն։ Ինչպես է տրամադրությունդ։ Լավ է։ Դու ինչով ես զբաղված այս բանից, շատ հետաքրքիր է։ Խոյադելֆինի մասին եմ ընթերցում։ Խոյադելֆինի մասին ընթերցում ես։ Ինչ կներեք, բայց շատ հետաքրքիր է, տեսնենք խոյադելֆինը իրանից ինչ է ներկայացնում առհասարակ, Հայկը մեզ այսօր կպատնի, որպես մասնագետ, մի րոպե։ Որտեղ կարող ենք խոյադելֆին հանդիպել ջրային տարածքում։ Ամեն օր։ Ամեն օր։ Իսկ երկարությունը։ Մինչև 9-8։ Սնունդը ինչով է սնվում խոյադելֆինը։ Պես սովային կենդանիներ։ Իսկ ասենք նա հայտնի է որպես ինչ տեսակ։ Որնակ կետերին է ուտում փոքր ձկներից մինչև շնաձկներն է ուտում, նա մեծ դելֆինի տեսակ է։ Որը սպանող կետ կարծես լինի, չէ։ Այո։